Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ամփոփում ենք շաբաթը։ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին Ղրղստանում։ Նա այնտեղ հայտարարել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, այնուհետև մեկ այլ դրվագում Փաշինյանը հայտարարել է չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Այստեղից հարց, որ հարցը գոյություն չունի Եվրամիության անդամակցության հարցը։ Դե Նիկոլ Փաշինյանի կառավարության համար այդ հարցը կարելի է կան, որ ինքը ասել որ կառավարությունը դա ինքն է, Նիկոլ Փաշինյանի համար այդ հարցը գոյություն չունի իհարկե։ Բազմից ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանով, ասենք, նյուանսներով է տարբերվում, ասենք, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանց կամ Սամվել Կարապետյանից։ Ինքը ուզում է ԵԱՏՄ-ում Ռուսաստանում մնա, ուղղակի մի քիչ այլ ձև։ Բայց Ռուսաստանը ինչու այդպես չի ընկալում իրավիճակը։ Որտեւ այդ մի քիչ այլ ձևը ձեռ չի տալ Ռուսաստանին։ Ռուսաստանը ուզում է Հայաստանը ամբողջությամբ առանց արտաքին քաղաքականության ինչ-որ սուբյեկտության։ Իսկ դա Նիկոլի ձեռքում չի, դա Եվրոպայի կոպիտ ասած որոշում է։ Հիմա այնքանով, որքանով որ Եվրոպան ժամանակ հավես ու սենց ասեմ ուկրաինական պատերազմի հետ կապված առաջնահերթություն չի, նրա համար ասում են դե լավ, ռուսերեն ասած չեմ դիցանիցե շլոստոկոբնի ռոկամի։ Ասում են դե լավ ջանդեմ, ինչ ուզում թող գնա իսիկուլ հեծանիվ քշի, ուզում թող գնա սիկտիվկար։ Կամ թող ժամանակի ձգի։ Ինչ ուզում թող անի, էական չի, ինչ անել, ընդհանրապես էական չի։ Լավ, իսկ ինչ է անում Փաշինյանը։ Ինչ ուզում անում, ոչ բան չի անում։ Տնտեսության վիճակը այնքան վատ է, որ ինքը որպես վարչապետ անելիք չունի։ Այսինքն ինքը կամ պետքա գա գործով զբաղվի, կամ իրոք պետքա գնա իսիկուլում հեծանիվ քշի։ Ինչ խնդիր է լուծում Ռուսաստանը այս Ռուսաստանը պատժամիջոցներով, էմբարգոյով, Հայաստանի հետ կապված։ Հայաստանի հետ կապված։ Ոչ մի հարց չի լուծում։ Բայց ցուցադրաբար հայտարարություններ են, վիրավորանքներ են, դա թուլության եւ խմելու ջուրնել են տկարության, հա, դա տկարության բանն է։ Տկարության նշան է։ Ռուսաստանի տկարության։ Այո, իհարկե։ Այսինքն բան չեն կարողանում անել։ Իրանք հիմա փորձում են այնց անեն, որպեսզի հասարակական կարծիքը փոխեն ու հասարակական կարծիքը վերաձևեն, որովհետև ասենք լավ, ինչքան էլ որ բանեն խոտակերեն ու տեսնում են, որ ժողովուրդն է ուզում Եվրոպա։ Ժողովուրդը չի ուզում մնա Ռուսաստանի հետ այդ նույն բանի մեջ։ Ռուսաստանը հայ ժողովրդին վատ վիճակի մեջ միտումնավոր գցում է, որպեսզի Ռուսաստանը չէ, Ռուսաստանը հիմա սատկում է, Ռուսաստանը ագոնիայի մեջ է, ինքը ում տեսնա, հիմա ինքը բոլորին վնաս է տալի։ Դուք տեսնում եք մենակ Հայաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելարուսը, բոլորը ընդհանրապես ով ընդհանուր բան ունի Ռուսաստանի հետ, հիմա տուժված են։ Իրանք ագոնիայի մեջ են։ Ռուսաստանը որպես այս կոնստրուկտ, այսպիսի կոնստրուկտ, որը կար է 91 թվականից հետո, ինքը ագոնիայի մեջ է։ Ինքը ոչ մի չի կարող։ Ռուսաստանի կենտրոնում Կրեմլից 200 մետր երկու բանը, ինչ էր, երկու գեներալ մահացավ, մի տրաքոցից, ծնունդ էին նշում, հա, ռեստորանի պատմություն, ծնունդ էին նշում, բարություն ունենց փոքր գեներալ չէր, օթուժի հրամանատարն է, դուք իրոք մտածում եք, որ այդ երկիր ինչ-որ ունակա Հայաստան ինչ-որ բան անելու, FSO-ն, FSB-ն, Կրեմլին կիպ կպած է, պայթունը տեղի է ունեցել Կրեմլին կիպ կպած FSO-շնիկների անմիջական տարածքում, այսինքն անմիջական տարածքում ասած վերահսկողության անմիջական տարածքում, այդ FSB-ն չի, այդ FSO-ն է, այսինքն բրծել է, այսօր գալիս եմ էլի կարծեմ Եկատերինբուրգում են Վալբերիս բանը խփել, այն որ Նիկոլը գնացել էր Յոբուրգ, այդ Յոբուրգում են Վալբերիսի պահեստը տրաքացրել, 3 քանի կիլոմետր առաջնագծից, դուք հասկանում եք, որ դրոնը այդտեղ գնում է կլոր մի սուտկա, Ուկրաինայից բարձրացրած դրոնը այդտեղ գնում է 12 թե 13 ժամ։
ու չեն կարողացել խփել, փաստորեն։ Ոչ տեսել են, ոչ խփել են, ոչ բան են արել, գնաց է կպետ Արաքևը արվել, այսինքն սա ուղղակի նշանակում է, որ այն ինչ որ Ռուսաստանում կա, շարունակում է աշխատել, այդ ուկրաինացիների բարի ցանկությունն է։ Ոչ թե հնարավորությունն է, այլ բարի ցանկությունն է։ Այն որ Վոլգայի վրայի այդ 12 կամուրջից 12-ը դեռևս վնասված չեն, դա ուկրաինացիքի բարի ցանկությունն է։ Այսինքն դուք պատկերացրեք, որ երկիրը, որտեղ դու կարաս օթուշի հրամանատարին ռեստորանում տրակացնես իր աղջկով, փեսով, կողքի ընկեր գեներալներով, բաներով, դուք ուզում եք ասեք, այդ երկիրը Հայաստանի շուրջ բան, ոչ մի բան չի կարող անի։ Նրա ասելով, կարող կապիրկին կանչեք, օրը երկու անգամ չափալախեք, հետ ուղարկեք, ոչ մի բան չեն կարողանալու անել։ Գիտեք ով է դա հասկացա Ալիևը։ Կանչում թքումավարեկները, իրանք ասում են, վայ լավ այսօր անձրև եկավ։ Ինքը ինչ ուզում ստանում է Ռուսաստանից, մերոնք ունակ չեն։ Բայց նույնիսկ են կրկնում տնտեսական վնաս գոնե ժողովրդին, այն մարդկանց, ովքեր առևտրով է զբաղվում, այն մարդկանց, ովքեր լարսում է կանգնած։ Լարսում կանգնած մարդը ինչ կապ ունի տնտեսության իր հետ։ Լարսում կանգնած մարդը ինչ որ մեկի ապրանքն է տանում։ Իրան ինչ վնաս է տվել։ Այդ լեգենդա որ ձեր ֆերմերներին Ռուսաստանը վնաս է տվել։ Ոչ մի ֆերմեր ինքնագլուխ չի տանում իր ապրանքը։ Բոլորը խոշոր ընկերություններ են, իրանք իրենց ձևերով կպայմանավորվում են։ Այսինքն այնպես չի որ դա բանը փոքր միջին բիզնեսին վնաս չի տալի ու չի էլ կարա տալ, իսկ մեծին չի տալի Ռուսգյունին։ Սենց ասեմ, այդ վնաս չի, եթե դու այտենց բան կա, ցիկլ կա մի հատ։ Լենինգրադի բլոկադա կոչված է։ 41-ից 43 թիվ, 44-ից սկիզբ։ Ուրեմն Լենինգրադում արտադրված տանկերը, ծանր զրահատեխնիկան, զենքը, զինամթերքը ամբողջ ճակատով օգտագործվում էր, ամբողջ ճակատով, այդ ամբողջ ընթացքում։ Այսինքն Լենինգրադում արտադրվում էր տանկեր, այդ տանկերը գնում էին, հասնում էին ճակատ, ուրիշ տեղ, Լենինգրադում չէ։ Բայց Լենինգրադը բլոկադայի մեջ էր։ Այսինքն դու տանկը կարողանում էիր հանել Լենինգրադից, բայց հացը չէիր կարող բերեիր։ Այդ նույն բանն է, իդեա ֆիքսն է, հիմա Հայաստանում Լարսը փագա, քորանամ ես, սաղ աշխարհը բացա, Լարսը փագա, ցիկլի մեջ են ընկել, կապիկի պես են, որ բանանա տեսե ու այդ բանանի, հենց այդ բանանն է ինք ուզում։ Որ Լարսը փագա, տարեք ուրիշ տեղ։ Ու վերջ, սաղ ձեզ ասում, ընդ որում տեղերը ցույց ենք տալու ուր տանեք։ Ուզում եք բանանեք, կապիկություն անեք, շարունակեք կապիկություն անել, ձեր տնտեսական բանը նախընտրությունները եւ ասենք չգիտեմ Ռուսաստանի հանդեպ հատուկ սերը ոչ մեկից խնդրեմը չի։ Ես ինձ տարօրինակ բան ասեմ, Ծիրանը ասում են պակասա, պարզում են այս տարի ավելի շատ արտահանվել, քան նախորդ տարիներ։ Ու հարցը առաջանում ոնց։ Երկու լուծում կա։ Կամ սուտ էին ասում, որ պակասա, բայց այդ գիտենք, որ այգիներում իրոք ասենք ես մարդկանց ճանաչում եմ, ովքեր Ծիրանի այգի ունեն, ու այգին ընդհանրապես բերք չի տվել, հետևաբար ընդհանուր առմամբ իմ սենց էքսպերիմենտալ առումով ունեմ, այո, պակասել։ Իսկ երկրորդ տարբերակը այդ են, որ անցած տարիները այնքան էին արտահանում ստվերային։ Այսինքն իրանք չեն ցույց տալի։ Շացածր են ցույց տալի, հիմա ցույց են տալի։ Իսկ հիմա տանենց տեղեր են տանում, որ չես կարող ուրիշ ձև։ Պետք է ցույց տաս։ Էդ էլ ձեր լուծումն է, էդ էլ ձեր պատասխանն է, ինչի իրանք չեն ուզում աշխատեն Եվրոպայի հետ։ Որովհետև չես կարող հարկերը թաքցնես, բանանես, չես կարող խաբես։ Ու էդ էլ նոր է սկսում։ Նոր է սկսում բացահայտվել է, այսինքն։ Բա, ասում ուրիշ մարդիկ պետք է նստեն։ Չէ, իհարկե ես շատ ուրախ եմ, որ Խաչատրյան Գագոյի, Քոչարյան Ռոբերտի եւ Գագիկ Ծառուկյանի ձեռներից ցախ վերցնում են, ինչ ապօրինի է, շատ ուրախ եմ։ Բայց շարունակում եմ պնդել, որ մարդիկ կան տասնյակներով, ում շարունակում են չկպնել, իսկ իրանց ոչ միայն պետքա կպնել, իրանց գերդաստաններով պետքա նստացնել։ Որտեւ իրանք հոլդինգներ են սարքի, իրանք այդ ստվերային սխեմաների մեջ իրական վնասը իրանք են տալիս։ Վաղուց արդեն իրանք են տալիս, առնվազն մի 8 տարի։
Ռուսաստանի բիզնեսի հետ փոխկապակցվածություն։ Ռուսաստանի բիզնեսի հետ փոխկապակցվածություն չկա։ Ռուսաստանի բիզնեսը ամբողջությամբ կամ FSB-ա, կամ FSO-յա, կամ ԳՌՈՒ-յա։ Այնտեղ բիզնես չկա։ Ռուսաստանի բիզնեսի հետ աշխատող մարդը հանդիսանում է FSB-ի գործակալ։ Ցավում եմ, կներեք, դա կարող է տհաճ լինի, բայց դա տենց է։ Ասենք, այս շաբաթվա ընթացքում նախորդ, չէ, ինչ-որ նախորդ շաբաթվա ընթացքում այս շաբաթի հայտ եկա, որ ուրեմն FSO-ն դիմել են T-բանկին եւ Raiffeisen-ին, որպեսզի այդ սոբրը դնեն այնտեղ։ Սա նշանակում է, որ իրանք հետևելու են բոլոր ֆինանսական գործարքներին, նույնիսկ մինիմալ։ Ինչի են դրանց դիմել, որովհետեւ Ալֆայում, Սբերում եւ VTB-ում դա արդեն կա։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի, չգիտեմ, դեղատնից պահպանակ է առնում, թե ավտոմեքենա, իր բոլոր գործարքները բանկային ֆիքսվում են որտեղ, ոչ թե կենտրոնական բանկում, ոչ թե նույնիսկ հարկայինում, այլ անմիջապես FSO-ում։ Այսինքն Ռուսաստանը դասական տոտալիտար պետություն է։ Եվ եթե դու բանկային գաղտնիք այլևս չունես, խոսել նրա մասին, որ դու կարաս Ռուսաստանի հետ աշխատես ու չլինես FSB-ի գործակալ, առնվազն ծիծաղալ է։ Սա շատ կարճ ժամանակ է, ինչ որ ժամանակ հետո ցանկացած ընկերություն, որը Ռուսաստանի հետ աշխատում է, ինքը կարա հայտնվի, ասենք, չգիտեմ, շատ տարօրինակ բան է, իրավիճակում, որ պարզվի, որ ինքը գործակալ է։ Այսօրվա ինֆորմացիան Ադրբեջանի տարածքով կրկին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում 8 վագոն հացահատիկ, 10 վագոն քարածուխ, հա, ոնց հասկացա։ Քարածուխն ինչ են անում, չգիտեմ, բայց լավ գալիս է։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Մի կողմից Ռուսաստանը արգելափակում է Հայաստանից ելքը, ապրանքի մուտքը դեպի Ռուսաստան, Հայաստանից, այո, ելքը դեպի Ռուսաստան։ Մյուս կողմից Օվերչուկը սրտնեղում է, ասում է ապրանքաշրջանառությունը ուրեմն իջել է, այս նախորդ տարիներին այսքան էր, հիմա այսքան է, այդ էլ չենք հասկանում։ Մյուս կողմից էլ վագոնները շարունակում են գալ։ Շուրջ 8 վագոն հացահատիկը ոչ։ Բայց ամբողջ աղմուկ աղաղակ, սաղ լրատվամիջոցներով, այսպես ցուցադրաբար։ Դա էտեն է, ինչը որ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունում պրոռուսական թևի ներկայացուցիչները ուզում են ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է, որ իրանք դա են ցույց տալիս։ Եվ Ադրբեջանն է ցույց տալիս։ Ադրբեջանը ջահանդամը գյուղ ցույց տալիս։ Անընդհատ նա տալիս։ հիշեցնում է, ասում է, տեսեք, ես բացել եմ, Ադրբեջանը, տեսեք, Ադրբեջանը չի կարա սահմանը չբացի։ Ադրբեջանը պետք է սահմանը բացի։ Ադրբեջանը ունի երկու տարբերակ, կամ սահմանը բացում է, կամ գնում է էսկալացիայի։ Ինքը չի կարա գնա էսկալացիայի, ինքը պատրաստ չի էսկալացիայի գնա։ Ինչ վերաբերում Հայաստանին պետք է մոտավորապես տարեկան, եթե չեմ սխալվում, 400-ից 500,000 տոննա ցորեն, հացահատիկ։ Ալշուտ այդ բոլորն է, ցորեն, գարի, եգիպտացորեն, այդ ամբողջ ծավալը Հայաստանի համար ինչ որ պետք է, այդ մոտավորապես 500,000 տոննան է։ Ես սենց ասեմ, ծաղալու է, բայց ասենք այդ 8 վագոնը, որը 8 անգամ 60 է լավագույն դեպքում, ես չեմ հիշում այդ լցնովի վագոնները 60 տոննա էին, թե ավելի քիչ, թե չեմ սխալվում, իրանք ավելի քիչ էին, 60 տոննան այդ փակ վագոններ, լավ ընդունենք 50 տոննա, 50 տոննա, այդ ընդամենը 40 տոննա է, Հայաստանի պահանջարկը 500,000 է, կամաց բերում են։ Չէ, դե կամաց բերելը որն է, հենց հիմա ասում եմ, հենց հիմա ունենք բան առաջարկ։ Ուկրաինան հենց հիմա 250,000 տոննա բարձրագույն կարգի հացահատիկ պատրաստ է Հայաստանին տրամադրել, գինն է պատրաստ է քննարկել։ Հենց հիմա կարաս 250,000 տոննա բերես, լցնես էլևատորներդ, գոնե քո ձմեռվա հարցը լուծես։ Որտեվ սա շատ իհարկե չեն։ Դե Ռուսաստանը ինչ ասեց, Հայաստանի իշխանությունների սիրախաղերը Ուկրաինայի հետ հակասում են։ Դե մոտավորապես նույն բանն է, էլի։ Ձեզ թվում է իրանք հենց դատարկ տեղն են ասում։ Ձեզ թվում է իրանք ասում են Սամվել Կարապետյանի համար։ Իհարկե ոչ։ Ձեր կառավարության կեսը ռուսաստրուկ է։ Չէ, բայց մեզ մեղադրում են սիրախաղերի
մեջ Ուկրաինայի հետ կասկածներ են առաջարկում Ռուսաստանի հետ դաշին կնքելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության վերաբերյալ, սա էլ հետաքրքիր ձևակերպում է։ Ես չգիտեմ որտեղից են իրենք դա վերցրել, ես դա մեծ հավանականությամբ նույնիսկ ծերիկն է։ Ես ես ասեմ իրական Ռուսաստանի վիճակը որն է։ Ուրեմն այս Wildberries-ը, բաները, նավթամշակող գործարանները, ճակատում խայտառակ իրավիճակը, այս գեներալների սպանությունները, ընդհանուր առմամբ կառավարման ճգնաժամը, որը գոյություն ունի, միջազգային ասպարեզում խնդիրները, այդ թվում այդ Լավրով-Ռուբիո չստացված հանդիպումը, Չինաստան գնալ գալը, որը ոչ մի արդյունք չտվեց, այդ Սիլը Սիբիրի կոչվածը չինացիքի փակելը, այդ ամբողջ ծավալը խնդիրների, որ դուք նայեք եւ ուղղակի վերլուծեք, նայեք թե Ռուսաստանում ինչա կատարվում իրական տեղեկատվական դաշտում, դուք կհամոզվեք, որ այս թեմաները, որոնք Հայաստանում պատտվում են, Ռուսաստանում ոչ միայն գոյություն չունեն ընդհանրապես, նշանակված են պատասխանատուներ, մի քանի շիստյորկա մանգլավիկ, որոնց օրվա հացը Հայաստանի վրա հաչալն է։ Իրանք չունեն ոչ մի աջակցություն կարևոր օլիգարխատից ռուսական, FSB-ից չունեն, ոչ մի տեղից չունեն, իրանք ուղղակի բդի հաչան իրանց մասին հիշեցնեն։ Իրանց հաչոցը հայկական կիսագրագետ ԶԼՄ-ների, կիսագրագետ, ամենավտանգավոր ԶԼՄ-ներն են, որոնք fact checking չեն անում, եւ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք ռուսերեն գրում են, իսկ մեր դեգեներատները ընդեղից վերստում արտատպում են, այս երկու կատեգորիայից բացի, այսինքն ադրբեջանցիներ որպես իրանց կողմից արած, իրանց հատուկ ծառայությունների կողմից մշակված ծրագիր եւ դեգեներատներ Հայաստանից, աշխարհում ոչ մեկ շանտեղ չի դնում, որովհետեւ գոյություն չունի այս թեման։ Այդ նույնն է, ոնց որ Թուրքիայում Ալիևը ունի 4 թե 5 ԶԼՄ առած, որոնք Թուրքիայում ունեն 0 աուդիտորը։ Բայց ընդեղ Ալիևը պատվիրում է հոդվածներ, ստեղի դեգեներատները վերցնում են, դա ոնց է ձեռներ են գնում, չգիտեմ։ Արտատպում են ու մի հատ հիստերիկա են սարքում։ Չգիտեմ իրականում ոնց անգրում, որտեղ ադրբեջանցիները մի անգամից իրանց ռուսերեն ալեկտերում գրում են, հղում անելով թուրքական մամուլին։ Այս մեր դեգեներատներն էլ վերցնում են։ Ուրեմն կա սրան երկու տարբերակ, բոյկոտել հայկական ԶԼՄ-ները, որոնք ասենք չգիտեմ, սերիական հիմարություն են դուրս տալիս, որպեսզի մարդկանց ներվերը հանգիստ լինեն։ 3 անգամ վրա բռնեցիք, որ հիմարությունը հրապարակել ԶԼՄ, արա ջնջեք։ Ասում Facebook-ը բերում է, բլոկ արա։ Մի կարթա, ու դու մազոխիստ չես։ Դուք ուրիշ հարց եք բարձրացնում, բայց ես Ռուսաստանի արտգործ նախարարության հայտարարությունն եմ։ Ռուսաստանի արտգործ նախարարության Զախարովայի տեղակալը։ Զախարովայի տեղակալին։ Դա չեղավ ադրբեջանական աղբյուր, չնայած Զախարովայի տեղակալը այնտեղ թույլտվությունը հարցնում հավաքարարից։ Կարա դուրս գա այսօր մի քիչ գործից շուտ, թե չէ։ Ռուսաստանում արտգործնախարարություն գոյություն չունի։ Արտգործնախարարության ֆունկցիաները կատարվում են բանում, նախագահական աշխատակազմում։ Դա Վայնոնա եւ Կիրիենկոն է։ Եթե չեք մոռացել, Լավրովը մի տարով կորել էր։ Ու ոչ մի չէր փոխվել։ Հասկանալի որ Զախարովայի հաչոցը Հայաստանից բացի ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Չկա այնտեղ այդ ինստիտուտը չի արտացոլում Ռուսաստանի դաշտության ոչ մի բանը։ Ընդհանրապես ռուսական ամբողջ տեղեկատվական դաշտը հիմա իրական տեղեկատվական դաշտը ուղղված է Ուկրաինային, ուղղված է Չինաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ուղղված է օրինակ Հյուսիսային Կորեայից վերել են կամ պետք է բերեն 6 հատ հրթիռ արձակող պլատֆորմ, 150 հրթիռ պետք է բերեն, 90 Հյուսիս Կորեացի են բերել։ Հիմա այդ իրանց հետաքրքրող թեմա է։ Իրանք մի կերպ փորձում են քողարկել բաները, նավթամշակող գործարաններին հարվածները։ Իրանք ամբողջ ուժով փորձում են ապացուցել, որ Ղրիմում ամեն ինչ նորմալ է։ Որ առաջնագծում մարդիկ առաջ են գնում։ Փորձում են թաքցնել, որ գեներալները այն պարագայում, որ ասենք պատերազմը առանց թաքնվելու Մոսկվայի կենտրոնում տրակում են։ Սա է իրանց օրակարգը։ Չկա Ռուսաստանի օրակարգում հայկական թեմա չկա։ Այդ բլեֆ է։
Լավ, հաջորդ թեման Հայաստանի արտգործնախարարությունն ենք նայում, նորություն ունենք, ժողովուրդը երևի տեղյակ է, 3 նախարարություն վերանվանվել են եւ իրենց գործառույթների մեջ ուրեմն ինչ որ բան ավելացել է, դիտարկենք, տեսնենք ինչ է ավելացել արտգործնախարարության գործունեության մեջ, գործառույթների մեջ։ Հայաստանի արտգործնախարարությունը կդառնա արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Եկեք դեռ դիտարկենք սա, քննարկենք սա։ Սա Եվրոպայում շատ տարածված է, որտեղ որ Եվրամիության երկրներում շատ տարածված է, որովհետեւ Եվրամիությունը ունի արտաքին քաղաքականություն, գիտեք դրա, հիմա Իսպանիա ղեկավարը կայակալացնում։ Եվ յուրաքանչյուր արտաքին գործերի նախարարությանը կցվում է եւս մի ուղղություն, որով ինքը պետք է զբաղվի, օրինակ Ֆրանսիայում դա արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերով նախարարություն։ Այսինքն յուրաքանչյուր երկիր ունի արտգործնախարարությանը կցված ինչ-որ մի բան։ Եթե դուք չգիտեիք, օրինակ պաշտոնապես MI6-ը եւ MI6-ը, դա Բրիտանիայում ինքը արտգործնախարարության։ Այսինքն արտաքին են, որտեղ որ Ջեյմս Բոնդը ծառայում էր, դա իրենց արտգործնախարարությունն էր, ուղղակի անունը տենց ֆիքսված։ Ինքը вообще կոչվում է Foreign Office։ Բայց սա առևտուր է։ Միջազգային առևտրի մասին է խոսքը։ Այսինքն միջազգային կապերը ծառայեցնել նաև առևտրի։ Չէ, դա միջազգային առևտուրը, որպես այդպեսին ինքը միջազգային հարաբերությունների հիմքն է։ Ու երկրորդ տարբերակը կարող լիներ, չգիտեմ, ռազմականացված կոնֆլիկտների նախարարություն։ Դե օրինակ։ Չէ, դե այդ արդեն կցորդներ կան, չէ՞, ցանկացած դեսպանատներում կան կցորդներ։ Տեսեք, մենք չունենք իրականում առևտրային կցորդ։ Մեր դիվանագիտությունը ողբալի վիճակում է շատ երկար։ Նախարար բաներ կային, դեսպանատներ կային, 1-2 աշխատողով էին աշխատում։ Ասենք մենք ռազմական կցորդ, առևտրային կցորդ, մշակույթի կցորդ, այդ ամեն ինչը պետքա լինի առնվազն կարևորագույն երկրներում, հա, հիմա դու չգիտեմ, Եվրամիության գոնե, ասենք, չգիտեմ, 27-ում առնվազն մի 10 հոգի պետքա ունենանք, 10 առևտրային կցորդ պետքա ունենանք, 5 ռազմական կցորդ պետքա ունենանք, որ տենց նայում ես բանով, հա։ Մշակութայինը դե չգիտեմ ես այդ։ Այսինքն այստեղ հույս ունենանք, որ գոնե առևտրի կցորդների թեմա է այստեղ։ Դե տեսեք, Հայաստանը պետք է ունենա յուրաքանչյուր երկրում Եվրամիության մանավանդ, որ 2 տարով բացեցին, 2 տարով շարունակելու են, պետք է ունենա ամեն մի Եվրամիության երկրում առևտրային հարցերով կցորդ, մի հատ յուրաքանչյուր մայրաքաղաքում ցանկալի է, 2-3 քաղաքներում, ասենք, մի հատ մայրաքաղաք, մի հատ գոնե խոշոր ու մի հատ էլ բան դինամիկ առևտրային պալատ, որտեղ որ ոչ թե այդ ստեղից լնգուլաված բարեկամ սիրած հավաքեն լցնեն, որպեսզի Շենգեն վիզա ստանան, գնան աուտլետներից բան առնեն, տրուսիկ առնեն, հետ գան, ոչ բան չանեն, այլ որտեղ որ բիզնեսը ներկայացված լինի, հա, որտեղ որ չգիտեմ Հայաստանի արտադրողները առանց հավելյալ վճարումների կարողանան օգտագործել ցուցահանդես։ Օրինակ, հա, բան ես արտադրում, չգիտեմ։ Բիզնես կապեր եւ այլն։ Բիզնես կապերը մի կողմ, ապրանքը մարդը պետք է շոշափի։ Ու ոչ թե արդեն հնամաշ սիրացի տուրիստական բիզնեսը, որը ոչ մեկին չի հետաքրքրում 21-րդ դարի առաջ կարոտը պրծել արդեն ինչ տուրիստական բիզնես։ Բանկը արտադրելու է, արտադրել, հիմա ունենք արտադրանք, ասած չգիտեմ, ունենք կար, մարդ կա, որը որ Զարայի համար էր աշխատում, Մանգոյի համար էր աշխատում, հիմա ասենք Կարուձև անում, աշխատում է Եվրոպայի համար։ Առևտրի նախարարություն բացվում։ Առևտրի նախարարությունը Օրինակ։ Առևտրի նախարարություն չի կարա լինի։ Ինչու՞։ Մենք ունեցինք որովհետև շատ վատ է որոնց պետությունը ամենավատ բիզնեսմենն է, պետությունը ամենավատ կառավարիչն է, այ աշխարհում ամենավատը նույնիսկ օկուպանտներից վատն է, քո պետությունը կառավարում վիճակը, որովհետև պետության ներկայացուցիչները կախված են ընտրային ցիկլներից, այսինքն կադենցիաներից, իսկ դա իրենց միշտ ստիպում է գրփել թափել, որովհետև մեկը իրան հետո փոխելու են։ Ինքը 100% գիտի, որ փոխելու են։ Իր աշխատանքի որակից կախված չի իր մնալը պաշտոնին։
Մի խոսքով դուք համարում եք, որ արտգործնախարարության կազմում Ես համարում եմ, որ առևտրի նախարարություն պետքա չլինի։ Լավ, սա դե որոշել եք միջազգային առևտուրը ես չգիտեմ էլ միջազգային առևտուրով պետք է զբաղվեն երևի կցորդները, բայց արտաքին գործերի նախարարի ուրեմն մի րոպե, տեսեք։ կուրացիայով, հա։ Միջազգային հարաբերություններում միջազգային առևտուրը, քանի որ ինքը կարգավորվում է նորմատիվներով միջազգային sense տնենց, ես չգիտեմ էլ որտեղ պետք է լինի։ Այսինքն մենք ունեիցել ենք էկոնոմիկայի նախարար հայտնի Փսլնկոտը, որը տապալել էր ամեն ինչ։ Հիմա եթե դուք համարում եք, որ դա նորմալ է, որ էկոնոմիկայի նախարարը, որը ասենք ոչ մի բանից չի հասկանում, ինչպես հայտնի է նույնիսկ բազմապատկերի։ Դե չեն վստահել էկոնոմիկայի նախարարությանը միջազգային կա երկու տարբերակ, որտեղ կամ իրան պետք է անես, հա, իրան Միրզոյանին աչքիս։ Դե բա Տենց է։ Բաում Մարդ նստած հեմեկի բանում խայտարակ ալնում, չի կարում 5 անգամ 205 բազմապատկի։ Էկոնոմիկայի նախարարն ենք աշխարհը չունեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Ես չգիտեմ սա ոնց են վերցրել։ Սա ինչ-որ բան հարմարացրել։ Ուղղակի որ բոլոր բառերը լինեն, որ Նիկոլին դուր գա։ Ինքը ի՞նչ է նշանակում արհեստական բանականության նախարարություն։ Էդ ի՞նչ է։ Արհեստական բանականության կարգավորման նախարարություն հասկանում եմ։ Արհեստական բանականության նախարարություն չեմ հասկանում։ Որ աբսուրդ է դա։ Ու այն ինչ էր բարձր տեխնոլոգիական արտադրություն կներեք, բայց մենք չունենք։ Այսինքն ստեղ հասկանում եք խնդրեմը որն է։ Այդ բառերի բան է, կույտա, բառակույտ է։ Պոպուլար sense են սուպեր էլիտար բան շենքն է, որը կազարմա, որը ընդհանրապես ոչ մի սուպեր էլ չի, ոչ մի էլիտար էլ չի, բայց այտենց լցնում ես մեջը, որ հիմարները կուտեն գանատեղ 40 տարով ստրկության բռնվեն հիպոթեքի։ Ինչ է նշանակում բարձր տեխնոլոգիական արտադրության Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը, չգիտեմ, ինչ է, մոդեռնան էր։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը Apple-ն է։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը Nvidia-ի չիպերն են։ Չիպերի արտադրությունը։ Ձեր մոտ ամենաբարդ արտադրությունը դա ջերմուկն է, որը վերջապես սկսել է եվրոպական տիպի կափարիչներ վրան դնել։ Պտտվող, հա, այն պտտումը որ չի փոխվում։ Ինչն է բարձր տեխնոլոգիական ստեղ արտադրում, որ պետությունը պետք է տենց նախարարություն ստեղծի։ Չէ, ես հասկանում եմ տակը իմաստն է, որ այնտեղ ռազմաարդյունաբերությունն է յանի, բայց ռազմաարդյունաբերությունը տենց չեն էլի անուն դնում, հա, ասենք ինչ է սարը բարձր տեխնոլոգիական, քանի հատ Հայաստանում պետականորեն բան ունես 5 բանով ստանոկներ ունես, չիպերներ։ Դե չունես կունենաս, չէ, տիկինգայանը չի լինում այտենց, նախարարությունը ստեղծում է, որ լապ են, ոնց որ նախորդ նախարարը լապեց տշեցին, են դրա նախորդ նախարարը լապեց տշեցին, կեսի վրա քրեական գործաբացած, կեսի վրա հլը կբացվի, հասկանում եք, երբ որ դու բառակույտ ես դնում նախարարության անունը լոխերի համար, դա նշանակում է դու լապելու ես այդտեղ։ Կարող է նույնիսկ ինքը չլապի։ Մարդ են բերե Հոլանդիայում, ասում սաղ հետ են գրում, ասում Հոլանդիայում կրթություն է ստացել, քորանամ ես։ Հետո Հա բան չեն կարա Պապուա Նոր Գվինեայում չենք, որ մարդ Հոլանդիայում կրթություն ստանանք, կանչենք ասենք օ ինչ լավ։ Մարդ ասեմ ով դուրսներ բան անել, կրթություն ստացել, հիմա անիծելով անիծում են ու ԿՊԱ-կանները։ Արմենը Գևորգյան, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար։ 2001-2-3 թվերին սաղ ասում են որ դուրսը կրթություն ստացել, այսպես տղա։ Հետո Տաթևիկը հիշում եք ավիացիայի ղեկավարը։ Դանիայում աշխատել էր այդ ոլորտում։ Հա։ Հետո ինչ եղավ, վերջը։ Դե ախր հասկանում եք, որ Պապուաս են, ախր չէ, հասկանում եմ, բայց չեմ ասում վատ էր աշխատում։ Չէ, լավ աղջիկ էր, պատրաստված աղջիկ էր, բայց մեր գնահատականը այստեղ բայց խնդիրը նրանում չի, որ ինքը, ախր այն որ ինքը այնտեղ աշխատել է, ամենալավ օրինակը ձեզ։
Լավ է, չի աշխատի։ Բայց Բան չկարողացավ, չի անի։ իրողությունները պետք է Բա ինչ կապ ունի որտեղ Հաշվի աշխատի, առնես։ այս կարգո պուլտին վերջ տվեք։ Եվ սոցապը աշխատանքի եւ բարեկեցության կարծես թե տենց կոչվեց աշխատանքի եւ բարեկեցության նախարար այդ բարեկեցության նախարարությունն էլ է հետաքրքիր ձևակերպում մտածել են մարդիկ ձևակերպումներ են տվել այնտեղ ուրեմն արհեստական բանականության նախարարություն ստեղ բարեկեցության նախարարություն նոր ձևակերպում Ես այդտեղ չեմ հասկանում, որտեղ այդտեղ կյանքի որակի մասն է, այդտեղ խոսքը դա մի բան է։ դե բայ դա աշխատանք ունենաս եւ բարեկեցիկ ապրես։ Հա, բայց դա հասկացա, այդ նախարարությունը, որը զբաղվում է աշխատանքի եւ բարեկեցության։ Աշխատանքի Հա, այսինքն սոցիալական այն, որ մենք ըստ գործազրկության վերացման Բա ինչ չէ, չի կարա գործազրկության վերացման պետությունը զբաղվի։ Հա, այտենց նախարարություն կարող է լինի որ Ժողովուրդ, մենք ըստ սահմանադրության սոցիալական պետություն ենք։ Դուք պետք է ունենաք սոցիալական հարցերով նախարարություն, որտեղ ըստ սահմանադրության դուք սոցիալական պետություն եք։ Դուք բարեկեցության պետություն չեք ըստ սահմանադրության։ Դե մենք փորձում ենք հասկանալ ինչ իմաստ են դրել, գուցե սխալ ենք քննարկում, բայց հասկանալ այն ինչի տակ գոյություն չունի ծրագրային հիմնավորում։ Նախարարությունների անունները երբ որ փոխում են, սկզբից ներկայացնում են ծրագիր։ Ես չեմ տեսել ծրագիր, կա ծրագիր։ Մենք հիմա նստած ասում ենք անունը իրավունք ունի տենց գոյություն ունենալու թե ոչ։ Չէ, անունի դա գործառույթ կա, չէ, իսկապես ծրագիր պետք է ասում, մենք գործառույթը մի կողմ։ Օրինակ այն բառակույտի նախարարությունը տակը չես կարա գործառույթ դե AI չես կարա արհեստական բանականության նախարարություն գոյություն չի կարա գոյություն ունենա։ Ներև ինչ որ մի երկրում գոյություն է ունեցել։ Գոյություն չունի, ախր չի կար, հետո ինչ որ երկրում գոյություն ունի։ Պուտինի մոտ էլ շատ բան գոյություն ունի, ինչ անենք, գնանք երեխա բռնաբարեն։ Գովազդ ենք հայտարարում եթերում, պարոն Սարգսյան, մի զայրացեք։ Բա ասում եմ գոյություն ունի, հետո ինչ։ Գովազդ եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818-813-2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան,
Նոյան տապան հրատարակչություն։ Շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Trip Plus հիմնադրամի գործադիր տնօրեն Կոստատին Սոկոլովն էր գտնվում Հայաստանում, նա ուղեկցում էր Lightstone-ին, Միացյալ Նահանգների խաղապահ առաքելությունների գծով հատուկ ներկայացուցիչին։ Նա ներկայացուցիչ ավագ խորհրդականին եւ հանդիպումներ էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Արարատ Միրզոյան, Մհեր ուրեմն Գրիգորյան, Փաշինյան։ Խնդիրը հարցս այո քննարկվում էր Trip Plus-ի հարցերը նաև Կոնստանտին Սոկոլովին պաշտոնական մեր աղբյուրները ներկայացրեցին որպես Տրանսկասպիան հիմնադրամի նա Trip Plus-ը անվանում են Տրանսկասպիան հիմնադրամ ինչու այստեղ հարց է իմացանք որ Միացյալ Նահանգների կառավարությունը կրկնապատկեց Trip Plus հիմնադրամի ֆինանսավորումը սկզբում նախատեսվում էր 201 միլիոն, հիմա դառնում է 402 միլիոն։ Այս թեմայի շուրջ է sense բլոկով թեմա հարցերը տամ, ինչու Տրանսկասպիան եւ ինչու կրկնապատկում եւ ինչու են խոսում սերբ ժամկետների մասին, արդյոք դա շատ կարեւոր է Միացյալ Նահանգների համար այդ սերբ ժամկետներում իրականացումը Trip Plus կամ Trip-ի ուրեմն աշխատանքների համեցեք Մաքուր բլեֆը նախ դա մինչև 2036 թիվն է եւ այդ գումարները գծվում է որ մինչև 2036 թիվը լինի ես ես հիշեցնեմ որ Թրամփի ստորագրած օրինակ Սաուդյան Արաբիայի հետ 100 միլիարդ դոլարի զենքի զինամթերքի գնելու պայմանագիրը օրենքը արեց 2017 թվականին մինչև հիմա մի ցենտ չի գնացել չի եկել բայց 100 միլիարդը դիտենց հիշում եք որ գնացել էր դանակներով ապարում էր բան տենց հիշում Այսինքն թղթի վրա են ինքը թղթի վրա է ինչպես նաև Trip-ն է թղթի վրա որտեղ որ գրած է որ ինքը ոչ մի պատասխանատվություն եւ ոչ մի դիվանագիտական նշանակություն вообще ոչ մի բանի մասին է ինչ վերաբերվում է 200-400 միլիոնը որը պետք է գնա այդ բանին դա գրանտային ծրագրերի համար է ի սկզբանե այդ Սոկոլովի թեման եղել է Տրանսկասպիան Trip-ը ձգի ականջներից բերել են հետո երբ որ հասկացել են որ ոչ մեկ ներդրում չի անելու այդ բանի մեջ, այդ 42 կիլոմետրի մեջ ընդհանրապես ոչ մեկ։ Երբ որ հասկացել են, որ Իրանում իրանք պարտվել են եւ շանս չունեն իրանք ջախջախելու Իրանը նենց որ են չշնչենել, իսկ Իրանին սարքել թշնամի, հետո բերել 75 կիլոմետրն ու առնվազն Հորադիսից մինչև Մեղրի, էլ չասեց որ ընդ մինչև Օրդուբատ պլյուս էլի միքսն ու 100-120 կիլոմետրի մասնախոսք գնում Բերել ընենց որ 1030 Արաքսի հարավային ափից կարած ռագատկով խփես այդ ճանապարհին շատ բան չեմ ասում միջնադարյան բալիստայով կամ տրեբուշետով ճանապարհը ապականես հա հույս ունենալ որ քեզ Իրանը թույլ կտա որ դու այդ ճանապարհը առոք-փառոք օգտագործես դա պետք է լինես հիմար կամ Թրամփ ինչը նույն բանն է չի լինելու այդ ծրագիրը բայց գրանտ կարելի է դուս գրել մանավանդ եթե հարիվ հայերին կարելի է տենց բան անել, կուտը տալ։ Գումարն տենց մեծ չի 201 միլիոնը, որտեվ ժողովուրդ իհարկե մեզ դեսպանատունը նայում է։ Այո, դեսպանատունը գիտենք որ մեզ նայում է։ Դեսպանատանը աշխատում են պատկառելի մարդիկ, որոնք դեռևս չեն կորցրել խիղճը եւ մտածելու ունակությունը։ Իրանք լավ հասկանում են, որ երբ որ մենք ասում ենք որ եղբայր Մեղրի տարածաշրջանում, եթե դու ուզում ես երկաթգի գցես դա առնվազն 4-ից 5 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում ու միանավակ այդ OPEX որը առանց բան չի առանց CAPEX-ի այսինքն դու այդքան պետք է մոտավորապես 2-3 տարին մեկ ծախսես որ այդ ամեն ինչը աշխատի դու ինչ ես այդտեղով տանելու բերես որ քեզ մոտ 2-3 տարին մեկ 2.5 միլիարդը արդարացվի
որտեղ այնտեղ անվտանգություն է, այնտեղ սեյսմիկ կայունություն է, այնտեղ էկոլոգիա է, այնտեղ բաները, մաքսատները պետք է աշխատեն, հազարը մի աշխատող պետք է լինի, դու անվտանգություն պետք է ապահովես, նաև այն պարագայում, որ հարավում մեկ է տեսար կրդերը ապստամբեցին, այդ ամեն ինչը մի կողմ թիվա է, թիվա, ինչ է ստանելու բերես, որ դա արդարանա, այն բլեֆը, որ թուրքմենական գազը, Կասպից ծովի տակով կբերեք, այդ կտանեք, էդի կտանեք Եֆրեմովին կպատմեք, չկա այնտեղ գազ, դուրս բերելու, չկա, Տրանսկասպյան ոչ մի ապրանք չկա, գոյություն ունի իդեա ֆիքս, որի մասին բազմիցս ասել եմ, մի հատ էլ կասեմ, Զբիգնև Բժեզինսկի, որին շատ հարգում եմ, որպես մարդու, ով շատ տուժված է Ռուսաստանից, Ռուսաստանը ատելով ատում էր, մարդ, ով Ռեյգանի ժամանակ սկսեց գծել ճարտարապետությունը սովետական միության փլուզման, ինքը լեհ էր, ինչը նորմալ է, որ ինքը Ռուսաստանի դեմ է, ինքը շատ լավ պատկերացնում է, ինչ է Լիտվան, ինչով է շնչում Լիտվան, Բելարուս, Ուկրաինան, ինչով է շնչում Ռուսաստանը Սմոլենսկից մինչև կարող է Մոսկվա, բայց այդ մարդը ցավոք սրտի տարբեր պատճառներով այդ թվում մեծամտության, քանի որ կարդացել եմ, ընդհանրապես չի հասկանում Վրաստանը ինչ է, Հայաստանը ինչ է, Կենտրոնական Ասիան ինչ է, ինչով է շնչում արտաշնչում այդ տարածաշրջանը, ով ասեց, որ դուք կարակը տենց այդտեղ ձեր վարդագույն էրոտիկ ֆանտազիաներով հարցեր լուծեք, այս մարդու գրքով, այսինքն դա քանի որ այդտեղ էլ երևի, չգիտեմ Ամերիկայում երևի մնացել են այդ մի քիչ բանի տակ, ժողովուրդ դուք չեք պատկերացնում այնտեղ ինչա, այդ ձեր պատկերացումները Կենտրոնական Ասիայի մասին, որ դուք կգաք կմտնեք, կառաջարկեք առևտուր, բանը, տենց Տրանսկասպյանով կտանեք, կբերեք, չէ, ընկեր, այդ բանը չի, ոչ Էրինա, ոչ Գուրոննա, լիճա, որը տարեկան մի մետրի չափ իջնում է, այնտեղ բնապահպանական աղետ է, այնտեղ առալիծովը վերջացել է, այնտեղ այն ինչ որ դուք պատկերացնում եք, որ պետք է բերեք վերջանումը, այնտեղ հետաքրքիր բաները Ալմա-Աթայում են, դուք Ալմա-Աթայից մինչև Կասպից ծով բերեք, ձեզ ավելի հեշտ է դուք Ալմա-Աթայից տանեք Սինխուանով հանեք բան, Շանհայ, Չինաստանով բերեք, հասկան, այդ մարդկանց մոտ պատկերացում չկար, այդ մարդիկ քարտեզը վերցնում են, այն ինչ որ կոչվում էր մեր բաներում, դպրոցական ժամանակներում, քաղաքական քարտեզ, այդ քարտեզների վրա, որ ռելիեֆ չկա, ուղղակի երկրների գույներն է գրած, այդ նույն հիմար մարդիկ Ամերիկայում, շարունակաբար Հայաստանը, տանում մտցնում են Կենտրոնական Ասիայի հետ, կորպորատիվ մարքեթինգային ծրագրերում, քանի անգամ բացատրել եմ, էլ որ ասում են մի հայհոյի, ասա հարգելի բարեկամներ, ուրեմն Հայաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները կրիտիկապես տարբեր են նույն մարքեթինգի տեսանկյունից, այն ինչ որ մենք եվրոպական երկիր ենք կարան, նրանք իսլամական թուրքական, դուք չեն կարող հասկանամ, որ տարբեր է, չէ այն ինչ որ ձեզ հարմար է, էդի ձեր անձնական պրոբլեմն է, Ալաբամում է հարմար է, որ հերը աղջկա հետ քնի, հարմար է, ուրիշ կնանիք չկա, աղջկա հետ է քնում, բայց դետի ձեր անձնական պրոբլեմն է, հիմա նույն բանը փորձում են անեն, փորձում են անասունի պես տանում Հայաստանը կծվում են Կենտրոնական Ասիային, արա չի կծվում, մենք տարբեր ենք, ատարժենյա է, դուք հերթական ցեղասպանություն են կազմում, ես արդեն չգիտեմ ոնց բացատրեմ դրանց, իրանք կազմակերպում են հերթական ցեղասպանություն են, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, Տրամպը, Կուշները, այս տեղի բաներն են, գլուխներն են որ մտնի, դու չես կարա տանես կծվես թուրքական աշխարհին, մնաս իրանց բգին ոսկոր ու մնաս կենթանի, հրը չի լինում, քեզ կկոտորեն հետո, հասկացանք մարդը իսի կուլում հերձանիվ քշելով կայֆ է ստանում, բայց ասում է չենք կարող հանրակրվե անել հարցի շուրջ, որ այս պահին գոյություն դակ էլի է հարցը գոյություն չունի, բայց չպետք է նաև հարցը գոյություն ունենա, որ դու թուրքական աշխարհում ես, չկա այդ հարցը, դուք հասկանում եք այդ հարցի պատասխանը ցեղասպանությունն է, Ես հասկանում որ իրանք ռոմանտիկ են,
մի քիչ դեգեներատ են, մի քիչ փողին կարոտ են, մի քիչ գրզոյի հետ շատ են շփվում, որ ամեն տեղից փող է բռնում, իրան մեկ է, արժանապատվություն երևի չունի այդ թուրքերի շփվելու հետ կապված։ Բայց ձեզ մեկը կոտորելու են արա։ Լավ, ձեզ չէ, դուք թռնելու եք, ձեզ ոչնչացնելու են հետո, որպես բոմժի առանց երկիր ունեցող մարդու։ Բայց ինչ եք տանում այս երկիրը գտնում պատերազմի մեջ։ Հիմա չի ասենք 5 տարի հետո, 6 տարի հետո, 1000 անգամ համոզվել եք, չէ՞ որ թուրքերը 100 ամյակով են հարց լուծում։ Իրանք 100 տարվա պլաններ ունեն։ Որպեսզի այդպես չլինի, ինչ է պետք անել։ Ձեր լուծումը։ Այս պահին կանչել Կուշներին, ասել հավքվի ու սիկտիվ կարեղի ստեղից քո պրոյեկտով։ Բայց ասում են, այս պրոյեկտը փրկությունն է։ Այդ պրոյեկտը փրկությունն է թուրքական աշխարհի, միևնույն ժամանակ Հայաստանի ոչնչացումը։ Սա այս պրոյեկտը նույն բանն է, եթե Զելենսկին ասի դե Կրամատորսկ Սլավյանսկը վերցրեք, դե լավ Զապարոժյան էլ վերցրեք, ջան դամագյոր։ Լրիվ նույն բանն է։ Արա նոյեմբերի 9-ի թուղթն է, ինչ եք ուզում, Պուտինի կաշիլոկն է գալի ձեր մոտ։ Պուտինի կաշիլոկը գալիս է ձեր մոտ, գոհ-շնորհակալ գնում է, ինչ եք ուզում։ Ախր բացի ամեն ինչի, ինքը մեկը չի աշխատելու, հասկանում եք։ Հիմա այս նման ամեն բանի, ես ինչի միշտ ծիծաղում, որ ինձ սկսում են տենց շուր բանով ոգևորված պատմել։ Ոնց որ մեկը ինձ գալիս է, ասում է, դե փիղը համ ձուկը, համ թռչում։ Համ խռիկ ունի, համ թև ունի, բայց փիղը։ Ու մենք այտենց կենթանի ենք անելու, ինքը ապրելու է, բայց բացի ամեն ինչից ինքը ապրելու է տանը։ Կատվի պես տանն ենք պահելու։ Նայում ես ասպես, տղա ջան, ինչ ես ծխում, էլ մի ծխի։ Մի այդ դեղեր էլ մի օգտագործի, դու գալյուցինացիաների մեջ ես։ Որ չի լինում այտենց։ Կան բաներ, որոնք չեն լինում։ Ուղղակի չեն լինում։ Հիմա ինչով է տրիպը այդ փիղը։ Նրանով, որ ինքը ասում է փորձում է կպցնել են, ինչ-որ իրա չի կպնում։ Փորձում է անել են, ինչ-որ ոչ մեկին պետք չի։ Փորձում է ջարդել այն ինչի վրա, որ տարիներով, լավ չասեմ տասնյակ տարիներով, բայց տարիներով աշխատել են Եվրոպայից դեպի Հնդկաստան ճանապարհ։ Ոնց որ Ադրբեջանը սարքեցին, որ Լոնդոնով այդ մարդիկ ովքեր Հայաստան բանը, իրենք գիտեն, հա, նույն Դիլիջանը դա Լոնդոն Բոմբեյ բանի տելեգրաֆի գծի կտորն է։ Այսինքն ինքը երկու բան է, երկու պլան է ստեղ։ Պլան, որը կապում է Եվրոպան Հնդկաստանի հետ, եւ դա բազմիցս է, այդ ասենք նույն բանապարտի բաններ, ինքը խի գնաց Եգիպտոս վերցրեց, հետո ուզում էր, պես Բրիտանիային էր ուզում կտրել Հնդկաստանից։ Հիմա այդ խնդրումը չկա, ներքին եվրոպական կոնֆլիկտը չկա, այդտեղ առաջացել է Ամերիկան, որը ծառայում է Իսրայելի շահերին։ Իսրայելին պետք չի, որ Եվրոպան աշխատի Հնդկաստանի հետ, որտեղ այդ պարագայում իր տարածաշրջանը դառնում է անիմաստ, ոչ չէ, անիմաստ չէ, Եգիպտոսն ամենակ շահող կողմը։ Սուեզն է, ուրիշ բան չկա, ուրիշ շահող կողմ չկա այնտեղ։ Հորմուզն է, Սաուդյան Արաբիան է, բանն է, որոնք նավթ, ռեսուրս, Կարմիր ծով գալի անցնում է, նավը գնում է դեպի Եվրոպա, օքեյ է դա։ Դա մի մարշրուտն է։ Սյունիքը երկրորդ Սուեզն է։ Այն ինչ որ արանքում է, ոչ մեկին պետք չի։ Իսկ արանքում ստեղ Իսրայելն է, Սիրիան ջախջախված հաշիվ չի բան, այնտեղ Թուրքիան է, որին էլի ոնց թե բա ես։ Բա դրա համար է Թուրքիան ստեղծել այդ բանը, եկեք Իրաքի հարավից ճանապարհի անունը տվե, Իրաքի հարավից ճանապարհը Բաղդադով հանեմ, բերեմ Մարդինով, Դիարբեկիրով հանեմ, հայկական լեռնաշխարհով հանեմ, տանեմ, բերեմ Ստամբուլ, Ստամբուլից գնամ։ Մարդիկ նայում են, ասում են լավ, օքեյ։ Քարտեզ ունեք տղեկ։ Հայկական լեռնաշխարհ, իրոք ուզում եք հարավից ոտ մտնեք, հա։ Այնտեղից կյանքում ոչ մեկ չի մտել այդտեղ։ Կյանքում Տավրոսի լեռներով գալ մտնել մոկ, վասպուրական, բարձր հայք, դա հիմարություն է։ Չի աշխատում դա։
հազարամյակներով չի աշխատել ու հազարամյակներ դեռ չի աշխատելու։ Այնտեղ կան ճանապարհներ, որոնք արտում են ծոփքով։ Օրինակ այդ առաջի կիսելը, երկրորդ կիսելը Հայաստանի բաները գալիս էին, բյուզանդացի գալին նստում էին ծոփքում։ Այդ ծոփքը հունարեն ասած սոֆենան, այտենց ավելի հեշտ է, հա։ Են գալի նստում էին ծոփքում պահում էին եւ ծոփքը պահելով նաեւ կարողանում էին ապահովել միջնագետքից դեպի բան տանող ճանապարհների անվտանգությունը։ Հայաստանը ոչ մեկ չէր գալի։ Քսենոֆոբիան մի անգամ եկել, կարա կարթա քսենոֆոբիան առաջացել է նրանից, որ ինքը ոտ-ոտ որոշներ Հայաստանով գնալ դեպի Տրապիզունդ։ Գնաց 6-րդ թե 7-րդ դարը թե 6-րդ դարը թե այդպես գնացել է։ Անենց ազդված էր մինչև հիմա քսենոֆոբիան իր անունով։ Կեսը սարել էին, կեսը շոկից բերել էին։ Ուստի ձեր առակը ինչ կցուցանե։ Իմ առակը կուսուցանե, որ դուք չեք կարող փղին կարել խրիկ թև ու ասել, որ ինքը տանս կատուն է։ Չեք կարող, չի լինելու դա։ Չի լինելու, կարա լինի Հայաստանի ոչնչացման գնով։ Պատրաստ եք։ Ընդ որում մի քիչ էլ բան է, մի քիչ շատ տենց դրամատիկ էր, տենց չի։ Հնարավոր չի դա։ Ոչ մեկին պետք չի ժորտել եմ ասում, տրիպի վրա ծախսելուց։ Ասենք $300,000-ից ավել այդ պրոյեկտի վրա ծախսել չի կարելի։ Ուղղակի, որովհետև Ադրբեջանից Նախիջևան տարվող բեռնափոխադրումներից դու լավագույն դեպքում կարողանաս քերես $300,000 տարեկան։ Դրանից ավել գումար չես կարա ծախսես։ Իսկ ինչ վերաբերվում է մուլտիմոդալ փոխադրումներին, որոնք կգան, Կասպից ծովի վրա այն անգամ արել չինացի կարել են 7 անգամ արեցին, հաշվեցին, տեսան ձեռ չտալ, ինչ եք ուզում։ Ատե դու ձեզ կպատասխանեն հետևյալը, Ադրբեջանը ուզում է, Թուրքիան ուզում են այդ ճանապարհը։ Իրենց Թուրքիան չի ուզում, Ադրբեջանն է ուզում են։ Ադրբեջանը ուզում է, Ադրբեջանը կատարում է Իսրայելի պատվերը։ Ինքը բեռնափոխադրումների վրա ինձ այս ճանապարհը պետք է։ Ադրբեջանը կատարում է Իսրայելի պատվերը, Ադրբեջանին Իրան պետք է որ ինքը Սյունիքը հետագայում վերցնի, ասել եմ 1000 անգամ ոնց, օրերից մի օր։ Մարդը կգնա իսիկ կուլում կամ սիկտիվ կառում հեծանիվ քշելու։ Կգա մի հատ գնացք, որը կլինի պեչատած, ռուսական, ամերիկյան, կուշներով, բանով, գնացքը ցենց մեղրից անցնելուց 60 վագոնանոց։ Մի պահ կան կառնի, դռները կբացվեն ամեն վագոնից 25-ից 30 զինված ադրբեջանցի դուրս կգա։ 25 րոպեում կոչնչացնի ամբողջ բնակչությունը, այդ բաներով քաջարանի տունելներով, բաներով դուրս կգա քաջարան մոտավորապես 2 ժամվա ընթացքում ու դուք Սյունիքը կկորցնեք։ Որովհետև պետք է լինել բացարձակապես անասուն, որպեսզի թույլ տալ, որը տեղով անցնի երկաթգիծ, որը դու չես կարողանում կանգնեցնես եւ ստուգես վագոն առ վագոն։ Իսկ այդ ռելիեֆը թույլ չի տալիս դու կանգնեցնես 60 վագոնանոց գնացքը, բերես մի քանի գիծ շարես, ամեն մի վագոնը անցկացնես ռապիդ սկանով։ Դու կարաս իրանց այդ 40-ով անցկացնես ռապիդ սկանով, բայց եթե քեզ պետք եղավ, դու ասես 25-րդ, 46-րդ եւ 54-րդ վագոնը քցի այնտեղ չես կարանալու։ Դրա մասին է խոսքը։ Այդ հələ չհաշված, որ եթե դու գցում ես երկաթգիծ, քո մոտ 1 կիլոմետր ես կողմ, 1 կիլոմետր են կողմ, իրավունք չունես ոչինչ կառուցելու եւ ով որ հակառակ բան ասում, կամ Հայաստանի թշնամին է, կամ դեգեներատ իմբիցիլ, որը կյանքում չի իմացել ինչ է նշանակում միջազգային բեռնափոխադրումների անվտանգություն։ Դուք չեք կարողանալու նոր ճանապարհ գցեք դեպի Իրան։ Սրա լուծում կա։ Բերում եք երկաթգիծը, գցում եք դեպի Իրան։ Թող ինքը այնտեղից ոչ միտեղ չգնա։ Թող ինքը գա աղգարակում կանգնի։ Կամ ցանկալ տարեք թունելներից մեկի դեմը, բերեք այդ գիծը իջացրեք։ Մի հատ երկաթգիծ, այնտեղ ինքը ոչ այնտեղ կարա կպած լինի, ոչ այնտեղ։ Բայց այս երկաթգիծը գցում եք, ասում եք 2 կիլոմետր էս կողմ, 2 կիլոմետր են կողմ, ստեղով ոչինչ չի անցնում, ճանճը չի տզում։ Ուզում ես փորի։ Այնտեղից փորի, այնտեղից հանի։ Իրանք է մինչև փորում են, շախտ են փորում ես, արաքսի ջուրը լցնում ես մեջ, ասում ես վայ քո։ Որ խեղդվեն։ Որովհետև չի կարելի
քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, եւս մեկ անգամ ընտրություններ հաղթելու, այն որ ընտրություններից բանախոսք տվել, դրանից ելնելով չի կարելի ռազմավարական սխալներ գործել։ Չէ, բազմիցս հայկական պատմության մեջ տեսել ենք։ Բայց հետևանքներն էլ ենք չտեսել։ Ինչի՞ մոռ եք ընկել, ինչ եք անում։ Սուս-փուս լրվեք տեղներ կողված է ստիպում, ինչի եք կներեք սկիպի դար 20 դուք ձեզ ու վազում, ոչ մեկին դա չի հետաքրքրում, Ամերիկան իր պրոբլեմ ունի։ Ինչի՞ եք բզբզում։ Դե Ամերիկան է գալիս։ Ամերիկան չի գալիս նրանք որ չբզբզան, Ամերիկան գալիս է։ Սոկոլովը։ Այո, Ամերիկան գալիս է, որովհետև ինքը Սոկոլովը նորից եմ ասում, ինքը ուզբեկ չի։ Ինքը շատ կոնկրետ ազգություն ունի, այդ կոնկրետ ազգության տիտխոսային երկիրը ունի ահռելի մեծ պրոբլեմ։ Կարդացել եք Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի թե Փեզեշքյանի հայտարարությունը, որ ասեցի շնորհիվ մեր հարևանների, որոնք որ բան չարեցին, թույլ չտվեցին, որ մեզ մոտ ապակայունան։ Խի ձեզ թվում է դա մենակ մենք ենք կարդում, հանդե չեն կարդում։ Էդ իրանց էտա պետք։ Իրանց պայքարը Իրանի դեմ է։ Այսինքն թե այդ Սոկոլովի տիտղոսային երկիրը, թե Սոկոլովի պասպորտի երկիրը, թե Սոկոլովի ֆինանսավորող Պուտինի համար, բոլորի համար Հայաստանի ոչնչացումը գլխավոր բանն է, որտեղ ասենք ինչի համար եվրոպական ստեղ ինչքան է Նիկոլին դուր չի գալի, ջահանդամը թե դուր չի գալի, եվրոպական բաստիոնը ստեղի պատիլնի։ Վրաստանին կառնենք, ի վերջո մուլտի էթնիկ պետություն է, մուլտի կրոն, կեսը իսլամ են դավանում, կեսը չես հասկանում, ռուսական կրոն են դավանում։ Կջարդենք, կլինի հիմա ոնց որ Վրաստանը հիմա կա։ Ադրբեջանը լրիվ բանի ստրուկ է, ուր ուզում ես կարաս փռես, ինքը բանա շիիտա, սունիա ձևանում։ Ինչի ստրուկն է Ադրբեջանը։ Ում ասես, ինքը դասական ստրուկ է։ Ժողովուրդը շիա, ղեկավարությունը սունի, հիանում են Ռուսաստանով եւ Իսրայելով։ Այդպես պետության հետ կարես ինչ ուզում ես անես։ Հայաստանը է դեպքում։ Հայաստանը եվրոպական երկիր է, եվրոպական քաղաքակրթության օջախներից մեկն ախր մենք հելենիստական աշխարհի օջախ ենք։ Երբ որ Հռոմը հելենիստական բոլոր պետություններին կոտրեց, վերջինը Հայաստանն էր մնացել։ Տիգրան Մեծի հետ պայքարը, որ ասենք, դուք որ ֆիքսեք, ասենք, չգիտեմ, 19-րդ դարի ընթացքում Տիգրան Մեծին նվիրված եվրոպական բաներում 18-ից ավել օպերա կա նվիրված, հասկանում եք։ Հասկանում։ Այդ սա ուրիշ բան է, ուրիշ նշանակություն ունեցող հարց։ Սա եվրոպական քաղաքակրթության օջախներից մեկն է, որը բավականին երկար ժամանակ փորձել եմ ոչնչացնել։ Իսկ ինքը գիտի, որ ինքը Ով։ Հայաստանը։ Ես գիտեմ, ուրեմն Հայաստանը գիտի։ Դա էլ է կարևոր։ Հայաստանը գիտի։ Հայաստան դեգեներատներ, որոնք գիտակցումը լինի, երջանիկ են նրանից, որ գնացել է Թուրքի բանում յուրտաների մեջտեղը իսիկյուլում հեծանիվ է քշում, թե ինչն է իր վրա ենք ուրախանում չեմ հասկանում, բայց դա ոչ։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, չվախեք։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր մեր հյուրը։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։